Մեծ է արդյոք նոր պատերազմի վտանգը, ադրբեջանական մեդիատիրույթում և սոցցանցերում շաբաթ-կիրակի թեժ մարտեր էին, գրում էին ռազմական գործողությունների մեկնարկի ու նույնիսկ Ադրբեջանի զոհերի մասին, հետո իրենց հերքեցին ու հայտարարեցին ֆեյք լուրեր տարածողներին բռնելու մասին։ Պատերազմի հավանականությունը այս փուլում կարող է լինել բարձր այն դեպքում, եթե Ադրբեջանը ունի տեղեկություններ, որ Հայաստանի իշխանությունը գնում է բլեֆի։ Այլ պայմաններում, եթե Հայաստանի իշխանությունների ցանկությունները անկեղծ են, ապա այս տեսանկյունից ես տրամաբանական չեմ համարում պատերազմական գործողությունները վերսկսելը։ Հայաստանի իշխանությունը Բաքվի պահանջած գյուղերն ադրբեջանական է հռչակում, ինչն ըստ падգամավորի թշնամու համար ուժի կիրառումը դարձնում է լեգիտիմ։ Եթե Ադրբեջանը ունի շտապելու խնդիր, ապա բնական է, որ այս պայմաններում Ադրբեջանը փորձելու է այդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը հասնել նաև ուժի կիրառման ճանապարհով։ Տիգրան Աբրահամյանը բացատրում է, թե ինչ է սպառնում Տավուշի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին, եթե դրանք զիջվեն այսպես կոչված 4+4 տարբերակով, այսինքն առաջին փուլով Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող գյուղերը, երկրորդով անկլավները։ Խնդիրներն, ասում է, բազմաշերտ են՝ քաղաքական, անվտանգային, իրավական։ Այն գյուղերը, որոնք վարչատարածքային բաժանման մասին օրենքով Հայաստանի Հանրապետության մաս են կազմում, բնականաբար դրանք առանց հանրաքվեի հանձնելու որևէ լեգիտիմություն այս իշխանությունը չունի։ Այս քարտեզում Ադրբեջանի պահանջած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքի մեր համայնքների մաս են և հատում են Իջևանից Ազատամուտ, Կայամ, Վազաշեմ, Բերդ գնացող ճանապարհը։ Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը կրակի տակ է առել։ Սոֆուլուն ու Բարխուդարլուն շատ մոտ են Իջևանից դեպի Աչաջուր, Սևքար և այնտեղից Ոսկեպար, Բաղանիս և Նոյեմբերյան գնացող ճանապարհին։ Ստացվում է, ոչինչի դիմաց ութ գյուղի հանձնումը փակելու է դեպի հարակից գյուղեր տանող ճանապարհը։ Բազմաթիվ տարածքներ դառնում են այսպես կոչված սեռի զոնաներ, այսինքն հատվածներ, որոնք այլևս կամ մեկուսացման կամ կիսամեկուսացման մեջ են հայտնվում եւ լոգիստիկ այդ ուղիների տեսանկյունից առաջանում են բավականին մեծ խնդիրներ։ Շաբաթվա վերջին Տավուշի ուղղությամբ կուտակումների մասին ադրբեջանական մեդիա գրողներն այնքան էին ակտիվացել, որ դրանց արձագանքեցին Հայաստանում ԵՄ առաքելությունն ու պաշտպանության նախարարությունը, որը հերքեց Բաքվի պնդումը, թե հայկական զինուժը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում։ Տելեգրամյան ալիքներում տարածվել են զինուժի շարքերը համալրած նորակոչիկ վարորդների ուսումնական ավտոերթի կադրերը, մինչդեռ Բաքուն դա փորձում էր ներկայացնել որպես դեպի սահման տեղաշարժ։ Նախարարությունը հայտարարեց, որ սահմանին վիճակը կայուն է և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։ Առհասարակ այդ կադրերը շարասյունների վերակատվական անվտանգության տեսանկյունից նաև անթույլատրելի են։ Հայաստանում ԵՄ առաքելությունը ևս սահմանին արտառոց տեղաշարժեր չէր ֆիքսել։ Ամբողջ օրը մշտադիտարկել են սահմանն ու ամեն ինչ հանգիստ է եղել։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը գրել է, որ հաճելի է ստանալ դիտորդական առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժ չկա։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։